Փոփոխության հասնելու երկու տարբերակ կա, մեկը երբ որ մարդը ինքն է այդ փոփոխությունը իրականացնում, մյուսը որ ոչինչ չի անում, այդ փոփոխությունը իրականացնում են ուրիշները։ Երբ որ մարդը ինքն է այդ փոփոխությունը իրականացնում, այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ իր ուզածին ինքը գոնե կհասնի, որտեղ ինքը փորձում է այնպես փոփոխություն անել, որ այն խնդիրը ինքը ունի, այդ խնդիրը կարողանա լուծել։ Երբ որ մարդը ոչինչ չի անում, ուրիշներն են այդ փոփոխությունները անում, ուրիշները այդ փոփոխությունները անում են ելնելով իրենց իշայերից, իրենց իսկ նպատակներից։ Ինչի՞ եմ սրա մասին խոսում։ Մեր հասարակության մեջ ում հետ խոսում ես բոլորը անկախ քաղաքական Հայաստանից խոսում են փոփոխություններից։ Իշխանության կողմից կլինեն, ընդդիմադիր որ ուժի կողմից կլինեն, բոլորը ուզում են փոփոխություններ։ Բայց երբ որ գալիս է պահը պատասխանատվություն ստանձնելու, այսինքն այն մարդիկ, ովքեր այս իշխանության կողմն են, պահանջեն իշխանություններից տված խոստումները կատարել, որովհետև այդ պահանջը չէ, որ այս իշխանությունը այսքան լկտիացավ, որ այս աղետը բերեց մեր երկրի գլխին։ Այդ քայլին չեն գնում։ Ընդդիմադիր հայացքներով այս իշխանությունից դժգոհ քաղաքացիների մասին եմ ուզում խոսել։ Եթե ուզում եք փոփոխություններ, պետք է գնաք ընտրություններին, այդ տեսեք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ստեղ նստած։ Գնաք ընտրեք որևէ քաղաքական ուժին, ոչ թե նստեք տանը մի 4 տարի իշխանություններին ինչ ասես ասեք, բայց ընտրության օրը ասեք դե բոլորը մեկ են, բոլորը մեկ չեն։ Ամեն մի քաղաքական ուժ մյուսից տարբերվում է, այսինքն ընտրության մեծ հնարավորություն կա։ Եթե ուզում եք ամեն ինչ հանձնելով կեղծ խաղաղություն լինի, գնում եք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Եթե ուզում եք սոր Արարատի նկարը, ոնց որ դուք ասեցիք, նախագահականից են հանում, վաղ գնա ձեր տներից կպոկ են կհանեն։ Վաղ, ոնց որ այսօր Վահագն Խաչատրյանը, ասեմ, երկրի նախագահն, որ չգիտի, ասեմ իմացեք, գնում է եկեղեցում հայ-ադրբեջանական հարաբերություններից է խոսում։ Նման դեպք ես ուղղակի չեմ հիշում։ Գնալ եկեղեցում խոսել հայ-ադրբեջանական հարաբերություններից, սահմաններից ու մնացած բաներից։ Եթե ձեր համար դա նորմալ է, խնդրեմ, գնում եք ընտրում եք այս իշխանությունը։ Եթե աննորմալ է, գնում ընտրում եք ընդդիմադիր, իրական ընդդիմադիր քաղաքական ուժերին, որի գործունեություն ձեր համար ավելի հարազատ է։ Ես չեմ ուզում նաև հակադրության մեջ դնել այդ ասֆալտը լուսավորությունը դպրոցը։ Կառուցումը շատ լավ է որ կար, բա պիտի կառուցեն։ Բայց կան վատ բան անելուց հետո մի լավ բան չանեն։ Մնորում այդ ասֆալտը դպրոցն ու պարտեզները որ կառուցում են, այնպես չէ որ տնտեսություն է զարգացել կառուցում են։ Վարկով են կառուցում, պարտքով չէ, վարկով։ Այ ամեն մեկից վրա վարկ կա դրած։ Այդ վարկերը բերում են կառուցում են։ Մենք չենք ասում չպետք է կառուցվի։ Մենք ասում ենք հակառակը։ Պետք է բոլոր դպրոցները համապատասխանեն 21-րդ դարի պահանջներին, պետք է բոլոր համայնքները լինեն մանկապարտեզներ։ Այս իշխանության այդ քարոզչական մանիպուլյացիաները, այդ տեսեք ընդդիմությունը պատերազմա բերում, այստեղ չկա մի կուսակցություն, գոնե ընդդիմադիր ազդեցիկ ես մի կուսակցություն, մի լիդերը չգիտեմ, որտեղ ինչու՞մ է պատերազմ լինի։ Բոլորը փորձառություն ունեցող կյանքի ճանապարհ անցած մարդիկ են։ Բոլորն են ուզում են խաղաղություն եւ արժանապատիվ խաղաղություն։ Ոչ թե ինչ ուզեն, դու տաս, հետո գաս ասա ընդդիմությունը պատերազմա բերում, ընդդիմությունը պատերազմա բերում, ընդդիմությունը էս անում, բայց փաստ չեն կարող, չեն նշեն։ Ես ուզում եմ ամփոփելով եւս մեկ անգամ ասել, 4 տարի բողոքելու փոխարեն գնում եք ընտրության, ընտրում եք այն քաղաքական ուժին, որը ձեզ ավելի հոգի հարազատ է։ Փոփոխության հասնելու միակ ճանապարհը սա մնացած բոլորը դատարկ խոսակցություններ են։